Իրանական 80 ռազմական օբյեկտների է հարվածել ԱՄՆ զինուժը գիշերը։ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի հարձակումներին են պատասխանել ըստ Միացյալ Նահանգների։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ երկրի հարավային շրջաններն են եղել ԱՄՆ-ի թիրախում։ Ղեշմ կղզում, Սիրիկ քաղաքում և Բանդար Աբաս նահանգների մոտ են պայթյուններ եղել։ Հորմուզի նեղուցում առևտրային կենտրոնի մոտ է պայթյուն եղել։ Հայլուրի մեկնաբան Ծովինար Բարխուդարյանը Թեհրանից հայտնում է, որ հարվածների հետևանքով վիրավորներ կան։ Չնայած Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ այդ շրջանում ամեն ինչ հանգիստ է, ավելի ուշ տեղական թղթակիցը հայտնել է, որ Սիրիկ քաղաքում առևտրային նավահանգստին հասցված վնասների հետևանքով կան վիրավորներ և նրանք տեղափոխվել են Մինաբ քաղաք։ Ամերիկյան հարվածներն անպատասխան չի թողել իրանական բանակը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռներով և ԱՏՍ-ներով հարվածել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական կարևոր օբյեկտների։ Իրանի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում Միացյալ Նահանգների գործողությունները որակել է ահաբեկչական։ Նաև ընդգծելով, որ Հորմուզի գործերին ոչ մեկը չպիտի խառնվի։ Արդեն հայտնի է, որ Իրանը հարվածել է ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաներին Բահրեյնում և Քուվեյթում։ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարն այլևս չի գործում, հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը չի ցանկանում այլևս շփվել Թեհրանի հետ։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Թրամփը։ Նա կրկին վիրավորական արտահայտություններ է արել Իրանի ղեկավարների հասցեին։ Իմ կարծիքով ամեն ինչ ավարտված է։ Ես այլևս չեմ ուզում գործ ունենալ նրանց հետ։ Նրանք տականք են։ Գիտեք ինչ է տականքը։ Նրանք հիվանդ մարդիկ են։ Նրանց առաջնորդում են հիվանդ և դաժան մարդիկ, ու եթե միջուկային զենք ունենային, կօգտագործեին։ Ես կխոսեմ մեր բանակցողների հետ, նրանք ուզում են բանակցել, նրանք լավ մարդիկ են, Ստիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները, բայց նրանք պետք է հետ գան ինձ մոտ։ 20 օր առաջ էին ԱՄՆ-ի և Իրանի նախագահները հեռավար ստորագրել խաղաղության հուշագիրը։ Թրամփն այժմ հայտարարում է, որ այդ համաձայնագիրն ուժի մեջ չէ։ Նա ստախոսության համար է մեղադրում իրանցի պաշտոնյաներին։ Մենք գործարք ենք կնքում, նրանք դուրս են գալիս, խոսում են մամուլի հետ, ասում են բաներ, որոնց մասին մենք նույնիսկ չենք էլ խոսել։ Նրանց հետ ինչ-որ բան այն չէ, նրանք գժվել են։ ԱՄՆ-Իրան հնարավոր առճակատման ֆոնին Իրաքից հապճեպ հայրենիք է վերադարձել նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նա մասնակցում էր Իրանի հոգևոր առաջնորդի Ալի Խամենեիի սգո արարողությանը։ Էդգար Ղուշչյան, Ծովինար Բարխուդարյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։